Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր, Տերը շատ օրհն է մեզ, որտև մենք դրա կարիք ունենք եւ ամեն մարդ, ամեն հոգի, որ Տիրոջ տուն այստեղ կարևոր նպատակ ու ծրագիր ունի, որը իր կյանքում ուզում է իրականանա։ Եվ ինքը իր կյանքում ուզում է հանդիպի Քրիստոսին, ճանաչի Քրիստոսին, շփվի Քրիստոսի հետ, հաղորդ լինի Քրիստոս կյանքին։ Կարծում եմ բոլորս նպատակն այդպես ամեն Տերը բոլորիս օրհն է։ Ես պիտի կարդամ Հովանու ավետարանի 14 գլխից։ Երբ որ Տեր Հիսուսը ասավ, թե ես պետք է գնամ հոր մոտ, որ տներ պատրաստեմ, որ նորեն դառնամ, ձեզ իմ քով առնեմ։ 5 համարից գրված է, Թովմասը նրան ասեց, Հովանու ավետարան 14 գլուխ 5 խոսքից։ Թոմասը նրան ասեց. Տեր, մենք չգիտենք, թե որտեղ ես գնում, եւ ինչպես կարող ենք ճանապարհը գիտենալ։ Հիսուսը նրան ասեց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչով չի գալիս հորը մոտ, եթե ոչ ինձանով։ Եղբայրներ, քույրեր, Տեր Հիսուսը հայտարարեց, որ ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ես մի փոքր ճշմարտության մասին զրուցենք, որ մեր շատերի կյանքում կրնա ճշմարտությունը մի քիչ նահանջած եղնի եւ ոչ ճշմարտությունը, այսինքն սադությունը մեր կյանքում առաջացած եղնի։ Քրիստոսը ասում է ես եմ ճշմարտությունը։ Երբ որ Տեր Հիսուսը խոսում էր Պիղադոսի հետ, որ ասում էր ես երկինքից եմ եկել, որպեսզի ճշմարտությունը խոսեմ։ Հիշում եք այդ համարները Հովանու ավետարան 21 գլխում այդ մասին գրված է։ Երբ որ Տեր Հիսուսը խոսում էր 19 գլխում ներողություն Հիսուսը 37 համարից 19:37 Պիղադոսը նրան ասաց. Ապա ուրեմն դու թագավոր ես, պատասխանեց Հիսուս. Դու ես ասում, որ ես թագավոր եմ։ Ես դրա համար եմ ծնվել եւ եկել աշխարհ, որ ճշմարտությունը վկայեմ։ Ամեն ով որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է։ Եվ Պիղադոսն ասեց. Ինչ է ճշմարտությունը։ Կարող է շատերիս կյանքում այս հարցը առաջանա ու ցագե, ինչ է ճշմարտությունը։ Բայց ես ավելին կսեմ, ոչ թե ինչ է ճշմարտությունը, այլով է ճշմարտությունը։ Շատ անգամ մեր կյանքում պետք է մենք բացը հայտենք։ Այս մարդը, որտեղ երբևիցե չէր իմանում ճշմարտությունը ինչ բան է, նա մտածում էր իր է, ինչ որ մի հատ բան է։ Դա ասում ինչ է ճշմարտությունը։ Այդպիսի բան չկա։ Այդպիսի բան մենք ոչ գործում ենք, ոչ է տեղագենք ճշմարտությունը ինչ բան է։ Բայց իր արժև կանգնած է կյանք ճշմարտությունը, որին մասին ինքը տեղյակ չէր։ Մենք տեղյակ ենք ով է ճշմարտությունը, այլևս ոչ թե ինչ է ճշմարտությունը, այլ ով է ճշմարտությունը։ Քրիստոսը ես եմ այդ ճշմարտությունը։ Ու շատ կարևոր է, որ այդ ճշմարտությունը մենք պետք է ունենանք մեր սրտի եւ մեր հոգու մեջ, եղբայրներ, քույրեր։ Ես ուզում եմ ընթերցել Հովանու ավետարան 8-րդ գլուխ 30 համարից։ Այստեղ Տեր Հիսուս Քրիստոսը գրված է, երբ որ այս բաները լսում էր Հովանու ավետարան 8-րդ գլուխ 30 համարից։ Երբ որ այս բաները խոսում էր, շատերը հավատացին նրան։ Եվ Հիսուսը իրեն հավատացյալ հրեաներին ասեց. Եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք։ Ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը կազատե ձեզ։ Տեր Հիսուսը Եթե ճշմարտությունը ճանաչեք, այսինքն եթե դուք ինձ ճանաչեք, ես ձեզ կազատեմ։ Ու ինչից պիտի ազատեր Հիսուսը մեզ։ Նրանք գրված է իրեն հավատացող հրեաների հետ խոսած։ Երբ որ խոսում էր այս հրեաները, որոնք ճշմարտությունից շատ հեռու էին, չգիտեն ինչ բան է ճշմարտությունը, սրանք պատճառաբանում են, ոնց կարամ մենք ինչ որ մեկին ծառա լինենք։ Մենք ոչ մեկին չենք ծառայում, մենք Աբրահամի զավակներն ենք։ Մենք ոչ մեկին չենք ծառայում, երբեք միգուցե չենք պատրաստվում ծառայելու, բայց մենք եթե ուշադրություն ենք դարձնում, այդ ժամանակ իրանք հռոմեացիների կայսրության տակ են, հռոմեացիները դիտակ ծառային, բայց իրանք աչքերը այնքան էր կուրացած, որ չեն իմանում, որ իրանք ծառաներ են։ Հիսուսը տեսնում էր այս ամեն ինչը, իրանք ասում էր դուք պիտի ճանաչեք ճշմարտություն, դուք եթե իմ հետ գործակցեք, չհամագործակցեք իմ հետ, չունենաք ձեզ ձեր սրտերում ինձ, ձեր աչքերը չի լուսավորում ու դուք չեք իմանա, որ հենց մալ ստրուկության լծի տակ եք դուք։ Ոչ միայն հռոմեացիների,
այլ նաև մեղքի լծի տակ եք դուք։ Տեր Հիսուսը առաջարկում է, որ ճանաչեք ճշմարտությունը, որ ես ազատեմ ձեզ այդ ստրուկությունից, մեղքի կաբանքներից, անօրենությունից, ես ձեզ ազատեմ։ Բայց քանի որ մարդը կույր է, ուշ բան չի տեսնում, նա գիտե ինքը ճշմարտություն է, ինքը ճիշտ է, իր ամբողջ կյանքը ճիշտ է։ Շատ հավատացյալներ ես, երբ որ դարձի ենք ալը, մենք վերջապես հասկանում ենք, որ մենք ընդհանրապես ճիշտ չենք, որովհետև Սուրբ Գրքում գրված է, բոլորը սուտ, բայց Աստված ճշմարիտ։ Եվ որ այս խոսքը որպես կյանք դառնում է, մեր համար մեր կյանք ուրախությունը, մեր սրտում թաքցնում ենք այս խոսքը, մենք այլևս ճշմարտություն չենք։ Մենք չենք կարա ճիշտը խոսանք, մենք չենք կարա ճիշտը վկայենք, մենք չենք կարա ճշմարտությունը պատմենք, եթե ինքը ճշմարտությունը մեր հետ չլինի։ Ճշմարտությունը պետք է ապրի մեր մեջ, եւ ճշմարտությունը պետք է խոսանք։ Նայեք, Եփեսացիների նամակի մեջ Պողոս առաքյալը ինչ հետաքրքիր հորդոր այն մեզ։ Եփեսացիների 4:25-ում մենք կարդում ենք, որ Պողոս առաքյալը մեկից վերևից մեզ հանեցեք հին մարդ իր առաջի գնացքի պես եղող հին մարդը հանեցեք իր գործերով խաբեության ցանկություններով եւ 25 համարում գրված է նրա համար դենքցեք սդությունը։ Ինչի պետք է սդությունը դենքցենք, ուշադրություն ենք դարձնում, նայեք, խոսեցեք ճշմարտությունն ամեն մարդ իր ընկերի հետ։ Եթե մենք մեր մեջ չի ապրում Քրիստոս, մեր մեջ ապրում է սուդը։ Գրված է, որ հանեցեք սդությունը, դենքցեք սդությունը։ Այսինքն սատանային հեռացրեք ձեզանից, դենքցեք, որ Քրիստոսը գա մեր մեջ եւ մենք իրար հետ խոսանք ճշմարտություն, խոսանք Քրիստոսը։ Մենք իրար հետ Քրիստոս խոսանք, Քրիստոս կյանքը վկայենք իրար։ Եթե սադությունը կա մեր մեջ, Քրիստոս ընդեղ գործ չունի։ Երբ ապրում է ճշմարտությունը մեր մեջ, սադությունը, խաբեությունը, չարիքը մեր մեջ չկա, գոյություն չունի, որովհետև ճշմարտությունը ինքը Քրիստոսն ապրում է մեր մեջ, եղբայրներ քույրեր։ Դեմն առաքյալը մեզ առաջարկում է Քրիստոսը խոսացեք իր հետ, քրիստոնեական հոգով խոսացեք, քրիստոնեական բառերով խոսացեք իրար հետ։ Այդ աշխարհի ժարգոնները, դա աշխարհի խոսքերը, դա աշխարհի, չգիտեմ, տարբեր մտքերը, որ կան մենք իրար հետ խոսում ենք, չգիտեմ ինչ ենք պատմում իրար, դա մոռանալ է պետք։ Քրիստոնյան քրիստոնյայի հետ հանդիպելուց պետք է Քրիստոսի մասին խոսա։ Իր փրկչի մասին, իր կյանքում կատարվածի մասին պետք է պատմեմ խոսա։ Որ ինքը լսված է Քրիստոսով, որ ճշմարտությունը ճանաչել է, վերջապես այդ ճշմարտությունը եկել եւ այս մարդին ազատ է իր ամեն կապանքից։ Այս մարդը սադության լծի տակ չի այլևս։ Այս մարդի մեջ չկա սադությունը, ազատել է ճշմարտությունը։ Եդ մարդ այլևս սուտ չի խոսում։ Եդ մարդ այլևս չգիտե սուտը ինչ բան է։ Երբ որ իրան առաջին ինչ որ սդի սուտը խոսալու բան կա, ինքը չի հասկանում սուտ խոսալ ինչ բան, ինքը ճշմարտությունն է խոսում։ Իմաստությունով է խոսում ճշմարտությունը։ Իրավիճակին նայելով խոսում է ճշմարտությունը, որովհետեւ կողմերից որևիցե մեկը չտուժե, երբ որ իրավիճակը բարդ է անում։ Բայց ինքը չի կարա սադություն խոսա, որտեղ իր մեջ ճշմարտություն կա։ Ոնց որ Հիսուսին ինձ է սուտ խոսա։ Երբ որ Հիսուս ապրում է իմ մեջ, ապրում է քո մեջ, երբ որ մեր մեջ է Հիսուսը, մենք չենք կարա սուտ խոսանք, որտեղ է շուրթերը Տիրոջն է պատկանում։ Երեմիայի մարգարեության 15:19-ում գրված է. Եթե դարձի գաս, ես քեզ ետ կբերեմ։ Եթե պատվականը անարգից տարբերես, իմ բերանի պես կլինես։ Նրանք քո հետևից կգան, բայց դու անց հետևից չես երթա։ Եղբայրներ քույրեր, երբ որ Հիսուսը ապրում է մեր մեջ, մեր բերան Աստծո բերան է անում։ Իսկ մեր բերանից սադություն չի կրա դուրս գա։ Առակաց 14:5 կարտանք, եղբայրներ քույրեր։ Առակաց 14:5-ում մեզ Սողոմոնի իմաստուն շատ հետաքրքիր խոսքեր ասան։ Ճշմարտության վգան սուտ չի խոսի։ Լսում եք, բայց սուտեր կփչե սդախոս վգան։ Ճշմարտության վգան, Քրիստոսի վգան, ոնց կարա սուտ խոսա։ Ու դա քրքիր ամենք երբևիցե մեր կյանքի մեջ նայում ենք, մենք սուտ խոսում ենք թե չէ։ Ու պիտի բացահայտենք, երկրորդ Կորինթացիների 13:5-ում Պողոս առաքյալը մեզ հորդորում է, որ քննենք մեր անձերը, արդյոք հավատքի մեջ ենք։ Եթե ես քննում եմ, ու հավատքի մեջ եմ թե չէ, ես տեսնում սուտ խոսեմ թե չէ։ Եթե ես հանգարց սադախոս եմ, սուտ եմ խոսում, Քրիստոսի մեջ գործ չունի, ճշմարտության մեջ չի ապրում։ Քրիստոս չկա իմ մեջ։ Պետքա զղջալ, պետքա խոնարհվել, պետքա աղաղել, խնդրել, որ վերջապես Հիսուս ապրի մեր մեջ։ Այլապես եղբայրներ քույրեր, մենք սադության մեջ կապրենք։ Բայց առաքյալը մեզ հորդորում է դենքցեք ամեն սադություն, դենքցեք սատանային, ինչ գործ ունենք սատանայի հետ։ Մենք քրիստոնյաներս ուրիշի հետ ինչ գործ ունենք։ Մենք հայր ունենք երկնքում, ուրիշի հորերի հետ մենք ինչ գործ ունենք, մենք ուրիշի հոր խոսքերն չենք օգտագործում մեր տան մեջ։ Մենք օջախ ունենք, տուն ունենք, որտեղ խոսում է ճշմարտությունը, որտեղ քարոզմարտարությունը եւ սրբությունն է թակավորը։ Մենք ինչ գործ ունենք ուրիշի օջախի ունեցվածքը, խոսքը, միտքը բերենք մեր օջախ։ Մերից պետք է այդի։
Մենք իրավունք չունենք դեռ նայենք ով ինչով ապրում, մենք այդ վերցնենք ու թաքցնենք մեր սրտում։ Ուտպես ապրենք։ Այն մտնենք եկեղեցի տեսնենք մեկ քաչալ եկել է, մի հատ կին։ Վայ նայենք տեսար, բան չեն իրան թույլ մազերը սարքե, խուզե։ Ու սկսենք չարը վերցնել։ Մեր օջախում այդպեսի բան չկա, մեր օջախում ճշմարտությունն է թակարում, մենք գործ ունենք ճշմարտության հետ։ Սդություն չկա, խաբեություն չկա, Աստծո մարդը սուտ չի խոսում։ Երբ որ կա ճշմարտություն, սատանան գործ չունի մեր հետ։ Եվ ինքը չի կարող մեզ բան չի sense, բան չի sense։ Բայց երբ եթեները ոչնչացված է մեր կյանքում, քրիստոնյա կյանքում։ Մենք ուղղակի փառք ենք տալու Աստծուն։ Եվ քրիստոնյան պարտավոր անդադար փառք է։ Դիկարտամ առակած 23 եղբայրներ գրել, որտեղ էլի Սողոմոնը մեզ հորդորում է շատ կարևոր բանի համար։ Ճշմարտությունը շահիր եւ մի ծախիր։ Նաեւ իմաստություն, խրատ եւ հանճար ունեց։ Ճշմարտությունը շահիր։ Իսկ ինչպես շահենք ճշմարտությունը։ Ոնց պետք է շահես դու մարդու հոգին։ Ոնց պետք է մարդին համոզես, որ գա քեզ ճանաչի իմանա։ Հիմա ճշմարտությունը շահելը շատ լուրջ է, Քրիստոսին շահելը, Քրիստոսին ունենալը։ Նախ պետք է որ իրան խոսքը հարգվի մեր կյանքում։ Նախ պետք է որ իր խոսքը արժեք ունենա մեր կյանքում, որ այդ ճշմարտությունը շահեմ ես։ Ճշմարտությունը հենց այս բան չի։ Պիղադոսիացի ինչ է այդ ճշմարտությունը։ Ճշմարտությունը կյանքն է, ինքն է, Քրիստոսն է։ Իրան շահելու համար եղբայրներ, քույրեր, Պողոս առաքյալը մեզ հիշեցնում է, տեսեք ինչ ասում է Պողոս առաքյալը Ֆիլիպեցիների 3 գլխում։ Երբ որ շահենք ճշմարտությունը, այսա պետք է կատարվի, նայեք։ Ֆիլիպեցիների 3:8 համարից։ Եվ հենց ամեն բան էլ վնաս եմ համարում իմ Տեր Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից սրգվեցայի վախտ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ։ Մեր Սողոմոնը հորդորում է շահիր ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունը շահելու համար բաներ կա, որից մենք պետք է զրկվենք։ Եղբայրներ, քույրեր, որի մասին Պողոս ասում է, ես այս մարդն եմ, եկեք վերևից որ կարդում ենք, ես այս մարդն եմ, Բենյամինի ցեղից, հռոմեացի քաղաքացիությունում, չգիտեմ, ես ուտորվա թլպածված, մեծ կարևոր մարդ եմ ես։ Կամ աղելի ոնների տակ էլ մեծացել եմ, օրենքի վարդապետ մարդ եմ։ Բայց որովհետեւ Քրիստոսին շահեմ, այս ամեն բան աղբուկ եղտ համարեցի։ Ոչնչություն համարեցի, ես նոր, եղբայրը խոսում էր Անդրանիկ աղբերը, որ մինչև չմեռնենք կյանքի հետ գործ չենք ունենա։ Կյանքի իմաստը չենք հասկանա Քրիստոսի։ Որովհետեւ Քրիստոսին շահեմ եւ նրանում գտնվիմ։ Հետո խոսում է, որ ճանաչեմ նրան, նրա հարության զորությունը, նրա չարչարանքների մասնակիցները, որ նրա մարման կերպակից լինելով, որովհետեւ մեռելների հարությանը հասնեմ, որ չմեռած չմնամ, կենթանանամ, հարություն առնեմ։ Եղբայրներ, քույրեր, ճշմարտությունը շահելը այդքան հեշտ բան չի։ Զրկանքներ պիտի կերեք քրիստոնյա։ Ինչ-որ բաներից պիտի հրաժարվի, բաներ պիտի թողա, բաներից պիտի այդ աղբուկեղտ համարը դեն թափե, որովհետեւ ճշմարտությունը գա ապրի իմ մեջ, քո մեջ, որ մենք շահենք այդ ճշմարտությունը։ Որովհետեւ եթե ճշմարտությունը չապրի մեր մեջ, մենք մերժենք այս ճշմարտությունը։ Տեսեք, Եսայի մարգարեն ինչ ասում, եղբայրներ, քույրեր։ Եսայի 30 գլխում մարգարեն շատ հետաքրքիր բան է խոսում։ Ինչ էր ասում Իսրայելի ժողովուրդը։ Միգուցե մեր կյանքում նման իրադարձություններ տեղի կունենան։ Նման բաներ կարող է կատարել մեր կյանքում։ Մենք չունենանք այդ ճշմարտություն, չուզենանք ունենանք նաև հրաժարվենք այդ ճշմարտությունը, որտեղ ճշմարտությունը ստիպելու է ինչ որ բաներից հրաժարվի։ Իմ եսից, իմ փառքից պիտի վայր ընկնեմ։ Ես պիտի դատարեմ իմ փառքը ունենալուց։ Ես պիտի դատարեմ ես լինելուց։ Մարդկանց մեջ երևալուց, որ ես կամ, բոլորը ճանաչեն, որ ես։ Մեր երիտասարդ անձնավորությունից մեկ, որ 50 տարին չբոլորեց, մահացավ մեր գյուղում, 4 տարին ծանից մեծ էր, 3-4 տարի, գերեզմանի շիրմաքարի վրա գրված է. Երբեք չասես ես եմ, ես էլ էի ասում ես եմ, կգա մի օր, կլինես այնպես, ինչպես որ հիմա ես եմ, մահացած։ Ինչքան ուզում ասենք ես, մի օր չի լինելու այդ եսը։ Ես չեմ ուզում այդ եսից հրաժարվեմ, որովհետեւ Հիսուսին շահեմ։ Տեսեք ինչ ասում է Եսայի մարգարեն։ Ուզում ասեմ, որ շատերս չենք ուզում շփվենք, հաղորդ տեղնենք։ 9 խոսքից Եսայի մարգարեության 30 գլուխ 9 համարից, որտեղ դա մի ապստամբ ժողովուրդ է, սդախոս որդիկ,
Որտիկ որոնք չեն ուզում լսել Տիրոջ օրենքը, ասում են տեսանողներին. մի տեսնեք, մարգարեներին թե մեզ համար ուղիղ բաներ մի մարգարյանաք, մեզ կագուխ բաներ ասեք, խաբեություն մարգարյացեք, հեռացեք ճանապարհից, ծռեք ուղուց, վեր առեք մեր առաջից Իսրայելի Սուրբին։ Սա ինչ է նշանակում։ Ես չեմ ուզում ճշմարտության հաղորդել, ես չեմ ուզում Հիսուսի հետ շփման մեջ եղնիմ։ Տարեք, սուրբ բաներ խոսացեք մեզ։ Ճշմարտությունը պետք չի։ Ինչ է ճշմարտությունը։ Կսեմ ես, երբ որ չուզենամ Աստված գործ կատարել, Պիղատոս կդառնամ, կսեմ ինչ է ճշմարտությունը։ Որտեղ եթե մարդը հաղորդ չէ իրական կյանքի, հիմա ճշմարտությունը ինչ է։ Եվ ոչ թե ով է։ Քրիստոնյայի համար ճշմարտությունը Քրիստոսն է։ Ով է։ Քրիստոսն է ճշմարտությունը։ Բայց չհասկացողի, չճանաչողի համար ինչ է ճշմարտությունը։ Թեսաղոնիկեցիների նամակի մեջ Պողոս Առաքյալը մեզ զգուշացնում է այլևս, որ մենք ճշմարտության հետ խաղ չենք եղբայրներ քույրեր։ Եթե այսօր մենք ճշմարտությունը չենք ընդունում, եւ չենք ուզում ճանաչենք ճշմարտությունը, եւ չենք ուզում ճշմարտության մեջ ապրենք, մեզ սպասում է շատ սարսափելի բան։ Երկրորդ Թեսաղոնիկեցիների երկրորդ գլխում Պողոս Առաքյալը մեզ հորդորում է, որ Քրիստոսի գալուց առաջ պետք է հայտնվի ները սատանան, նստի իբրև տաճարի իբրև Աստված եւ շատերին պիտի մոլորեցնե։ Եվ ուզում եմ 9 համարից կարդամ, երկրորդ Թեսաղոնիկեցիների երկրորդ գլուխ 9 համարից։ Գրված է, որի գալը սատանայի ներգործությունից է, ամեն զորությունով, սուտ նշաններով եւ հրաշքներով, աներավության ամեն խաբեություններով, կորիսյալների մեջ, փոխանակ նրան, որ ճշմարտության սերը չընդունեցին, որ ապրեն, նրա համար Աստված մոլորության ներգործություն կուղարկե նրանց, որ հավատան սատությանը, որ դատապարտվին ամեն, ով որ չհավատացին ճշմարտությանը։ Նրանք ովքեր չհավատացին ճշմարտությանը, Պողոս Առաքյալը զգուշացնում է եղբայրներ քույրեր։ Եթե ճշմարտությանը չհնազանդվենք մի օր, չգիտեմ այսօրը վաղնա միսօրնա, նրանք ովքեր չեն հնազանդվում ճշմարտությանը Քրիստոսին, Աստված մոլորության ներգործություն կուղարկե, որ հավատանք սատությանը, սատանայի։ Հավատանք աշխարհին, սատանանք այս կյանքը ստեղա, այսիա կյանքը վայել է, ինչ է ճշմարտությունը։ Այսա կյանքը, ինչ տեսնում ես սա է։ Եկուս մեռալ ինչ է փոստն են գցելու վերջ, բրձավ։ Եվ մարդը կոդրվում է, հավատքը տկարանում է։ Եղբայրը որ կարդա Սիմոն եղբայրը 18 գլուխ Ղուկաս Ավետարանը հիշում եք, վերջի խոսքերը ինչ էր, երբ որ ինքը կարդում էր այդ խոսքերը, երբ որ գամ երկրի վրա արդյոք հավատ կգտնեմ, եղբայրներ քույրեր Հիսուսի գալուստի ժամանակ էս երկրում հավատ լինել, այս երկրի մասին չեն խոսում։ Մեր երկրի մասին են, պարար երկրի, որտեղ սերմը պիտի ցամբեր ու պտուղ տար 30, 60 ու 100, այդ երկրի վրա հավատ պիտի գտնե Հիսուսը թե չէ։ Այդ ճշմարտությունը ապրելու մեր մեջ թե չէ եղբայրներ քույրեր։ Եթե մենք չենք ուզում այսօր հնազանդվենք այս ճշմարտությանը, մեր կյանքում սարսափելի բաներ տեղի ունենան։ Կարդանք առաջի Թագավորաց գրքից, մեր գոհամարի կարդանք, աղոթենք եղբայրներ, որովհետեւ մեր միտքը արթնանա, որ մենք խաղ պիտի չենենք ճշմարտության հետ, կամ ճշմարտությամբ պիտի ապրենք, կամ սդությամբ պիտի ապրենք։ Այս երկու ճանապարհը մենք ունենք, եղբայրներ քույրեր։ Առաջի Թագավորաց 16 գլխում մենք կարդում ենք Սավուղ թագավորի մասին, հիշում եք, երբ որ սխալներ թույլ տվավ Սավուղը, մեղքեր գործեց, չհնազանդվավ, զոհեր բդեներ իրան չեր վերապահվածին կերավ, Սամվելը ուշ եկավ, հետո Սամվելյան հանդիմանեց, մի խոսքով սխալներ էր թույլ տվել շատ, եւ Տերս մեզ զղջացի, որ Սավուղին թագավոր դրեցին։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Գրված է 16-ի 10, 15-ի 10-ը։ Տիրոջ խոսքը Սամվելին եղավ, զղջացի, որ Սավուղին թագավոր եմ արել։ Եվ 16 գլուխ 14 խոսքում գրված է, տեսեք, նրանց, որոնց Աստված կանչել է, որ ճշմարտությամբ ապրին, եւ չկեցան ճշմարտության մեջ, Աստվածանից գրված է, մոլորության ոգի եկավ, եւ Տիրոջ հոգին հեռացավ Սավուղից, եւ Տիրոջ կողմանը մի չար ոգի նեղում էր նրան։ Եղբայրներ քույրեր, ինչի համար, եթե մարդը չի մնում ճշմարտության մեջ, գրված է, որ Աստվածանից կկա մոլորության ներգործություն, որ հավատան սդությանը, չար ոգին կսկսեն նեղել մարդկանց։ Նրանք ովքեր չհնազանդվան ճշմարտությանը, Աստվածանից է գալու, Աստվածա թույլ տալու։ Երկար սպասում Աստված մեզ, երկար համբերում մեզ, չենք հավատում ճշմարտությանը, պիտի հավատանք ուրեմն սդությանը։ Որ ժամանակին այդ սդությունը դեն չենք գցել, բայց հավատացել ենք սդությանը, դա համար Տերը թողա մեզի։ Տերը ճշմարտությունը պիտի հեռանա մեզանից եւ գործ ունենա մեր հետ։ Եվ կարդամ նաեւ 3-րդ Թագավորաց գրքից 3-րդ Թագավորաց 22 գլուխ
այստեղ Աքաբի մասին ենք ընթերցելու, որտեղ Աքաբը ուզում էր պատերազմ մեր Հովսափաթի հետ, Ռամատ գաղատի դեմ, ու մարդ էր պետք մեկին հարցներ։ Բոլոր մարգարեները խոսում են, դե գնա կհաղթես։ Բայց մի հատ անձնավորություն կար Միքիանով, նրան կանչեցին, ասին Միքիա 22 գլուխ 3-րդ թագավորաց 22 գլուխ 15 համարից է։ Մի քանի համարներ կընթերցամ, ամբողջ տեքստը չեմ կարտա։ Եվ նա եկավ թագավորի մեջ, թագավորը նրան ասաց. Միքիա, Ռամոթ գաղատ պատերազմի գնանք, թե չգնանք։ Նա էլ ասեց գնա։ Եվ կհաջողի։ Եվ Տերը կտա քեզ թագավորի ձեռքը։ Թագավորը նրան ասեց. լսեք ուշադիր, 16 խոսքը։ Քանի անգամ ես քեզ երթում տամ, որ Տիրոջ անունով ինձ լոկ ճշմարտությունը խոսես։ Քանի անգամ ես երթում ուզում տամ, ես ուզում որ դու ճշմարտությունը խոսաս։ Լավ, ուզում ես ճշմարտությունը խոսաս, որովհետեւ տեքստը չկարտամ գրված է։ Եվ սա ուզում ես ճշմարտությունը լսես, հա։ Տերը ցույց տվավ, ես տեսնում Իսրայելի ժողովուրդը, որ հողուց ունեցող ոչխարի պես սարի վրա ցրված է, երբ որ պատմես բացադեր ճշմարտությունը, սա դարասավ։ Ես այդպես է գիտեի։ Ես պես է գիտեի, որ դու այդպես պիտի խոսաս իմ հետ։ Եվ Տերը սավ, մարգարեի միջոցով սավ, Տերը ցույց տվավ ինձ, որ Սատանան կանգնել է Տիրոջ առաջ եւ Տերեսմերով կանա խապե Ակաբին։ Մենք ոգի դուրս եկավ սավ ես, ինչով սավ իրանց մարգարեները բերան սուտ ոգի կլինեն։ Սավ գնա ու եւ պիտի հաջողիս։ Եվ սմա Տերը սուտ ոգի է դրել բոլոր այս մարգարեների բերանում, որ Տերը քեզ համար չարիք է խոսել։ Ինչի դու ուզում ես ճշմարտությունը լսեիր, բայց չլսեցիր ճշմարտությունը քեսեցին։ Այդ դրա համար, եթե դու չես լսում ճշմարտությունը, Տիրոջ կողմանը չար ոգի է գալու։ Քեզ տանջելու, սպանելու, ոչնչացնելու։ Եղբայրներ, քույրեր, ճշմարտությունը Քրիստոսը ես եմ, որտեղ ես փնտրում եմ ճշմարտությունը։ Ում մոտ ես փնտրում, որտեղ պապայի, մամայի, քուրոջ, աղբոր, ամուսնու, կնոջ, երեխեքի, աշխարհի մեջ, նախարարության մեջ, երկրի մեջ, թագավորի մեջ, որտեղ այդ ճշմարտությունը, երբ որ Հիսուսը ես եմ այդ ճշմարտությունը։ Եղբայրներ, քույրեր, եթե ես դու այսօր այդ ճշմարտության հետ գործ չունեցանք, սդությունը կթագավորի մեր մեջ։ Ու սդության հայրը, որտեղ Հիսուսը, երբ որ 8-րդ գլխի շարունակությունը կարդում ենք, Հիսուսը բարգացավ, ու այդպես կարելի ասել, գրված է իրան հավատացող հրյաների հետ, որ խոսում էր սա դուք ճշմարտությունը չունեք ձեր մեջ։ Ինչի որտեղ դուք սդության հոր շարժանքներ եք։ Ձեր հայրը սատանա սդությունն է ձերը։ Դուք մենակ սդություն եք խոսում։ Դուք չեք իմանում ինչ բանա ճշմարտությունը, չգիտեք ով է ճշմարտությունը, չեք ուզում ճշմարտությունը ձեզ ազատե։ Եղբայրներ, քույրեր, եթե ճշմարտությունը կա մեր մեջ, մենք ազատ ենք սուտ խոսալուց։ Մենք իրավունք չունենք սուտ խոսանք, խաբեություն իրավունք չունենք խոսանք։ Իրար հետ Քրիստոսը խոսանք։ Տերը ով է, որ ճշմարտությունը թակավոր է մեր հոգու մեջ, մեր սրտերի մեջ, որ այդ ճշմարտությունը խոսանք, մարդկանց ճշմարտությունը քարոզենք։ Թող Աստված օգնե եւ օրհնե մեզ։ Զգուշ եղնենք, եթե ճշմարտության հետ խաղերեցինք, մի օր ճշմարտությունը կհեռանա, Աստվածանից չորբոքին գկա ու մենք սկսենք տանջվել։ Կանգնենք ոտքի աղոթենք, որ Տերը ողորմա մեզ։